Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իրան-Իսրայել ռազմական հակամարտության ամենամասշտաբային հարձակման ձեռնարկողը եղավ Թել Ավիվը, հետո իրանական կողմը կոնկրետ ձևակերպեց։ Մենք չենք եղել պատերազմի նախաձեռնողը, բայց այս պատմության ավարտը կգրվի Իրանի ձեռքով։ Թեհրան անօդաչուներ ուղարկելուն զուգահեռ Իսրայելի վարչապետը հաստատեց սկսել են նպատակային ռազմական գործողություն երկրի գոյատևման համար իրանական սպառնալիքը վերացնելու նպատակով։ Նեթանյահուն ուղիղ ասած հարձակումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի։ Առյուծների ազգ կոչվող գործողությունը հենց Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերին հարված հասցնելու նպատակ ուներ։ Մենք հարվածել ենք Իրանի միջուկային հարստացման ծրագրի սրտին, մենք թիրախավորել ենք Նաթանզում գտնվող Իրանի հիմնական հարստացման օբյեկտը, մենք նաև հարվածել ենք Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին։ Հարվածների հետևանքով 6 միջուկային գիտնական է զոհվել, 20 բարձրաստիճան զինվորական, այդ թվում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին։ Քաղաքացիական զոհերի թիվը աճում է, վիրավորները եւս։ Իրանում արդեն ծածանվում է վրեժխնդրության կարմիր դրոշը։ Հետո Իսլամական պետության հոգևոր առաջնորդի գլխավորությամբ պաշտոնական Թեհրանը գուրժում է այժմ ազատ է գործելու ու պատասխան հարվածներ հասցնելու Իսրայելին, վենդետա լինելու է։ Իրանական անօդաչուները ըստ տարբեր աղբյուրների ուղղություն են վերցրել դեպի Իսրայել։ Այսօր լուսաբացին սիոնիստական ռեժիմը մեր սիրելի հողի վրա կատարեց նողկալի հանցագործություն, ավելի քան երբևէ բացահայտելով իր չար բնույթը, իր չար եւ արյունոտ ձեռքերով թիրախավորելով բնակելի թաղամասերը։ Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։ Աստծո կամոք Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը չի թողնի, որ նրանք անպատիժ մնան։ Կեսօրից հետո նոր լուրեր եկան, նորից է Իսրայելը ռմբակոծում, այս անգամ Թավրիզը, հետո կրակի տակ էր Բուշեր նավահանգիստը։ Նեթանյահուն իր բնակչությանը պատրաստակամ է պահում, ասում է, այս անգամ առաջնագծում ավելի երկար ենք մնալու, քան սովոր ենք։ Լավ իմանալով Թեհրանի հնարավոր պատասխանի մասին, Թել Ավիվը գետնի տակ հիվանդանոցներ է կահավորում, իսկ սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության պարագաները արագ սպառվում են խանութների դարակներից։ Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, Վաշինգտոնից առաջին մեկնաբանությունն էր։ Թրամփը տեղյակ է եղել հարձակման մասին, ասում է Միացյալ Նահանգները դրան չի մասնակցել։ Սպիտակ տան առաջնորդի այս խոսքերին չի հավատում փորձագետն Իրանից, ասում է առանց Վաշինգտոնի Իսրայելն այս քայլերը չէր ձեռնարկի։ Միևնույն ժամանակ պնդում է Իրանի համապատասխան արձագանքից հետո գնդակը կհայտնվի հենց Վաշինգտոնի դաշտում, հակամարտության ծավալման սցենարը եւս։ Շուտով այդ պատասխանը կլինի, քանի ժամվա մեջ մենք պատրաստում ենք, որ պատասխան տանք Իսրայելին։ Եթե Իրանի պատասխանելուց հետո, բաժելուց հետո Իսրայելին Միացյալ Նահանգները չի զսպի Իսրայելին, մենք ականատես կլինենք դարաշրջանում լայնածավալ պատերազմ։ Օրվա երկրորդ կեսին արդեն Թրամփը կարծես գաղտնազերծում է իրավիճակը, ցույց տալով, թե ամեն դեպքում ամերիկյան հովանավորությունն է գործը առաջ տանում։ 2 ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնաժամկետ տվեցի գործարք կնքելու համար։ Նրանք պետք է դա անեին։ Այսօր 61-րդ օրն է։ Հենց այս կիրակի էր նախատեսված հերթական 6-րդ հանդիպումը Վաշինգտոնի ու Թեհրանի միջև։ Նախքան իսրայելական այս հարվածը տարբեր հակասական հայտարարություններ էին հնչում։ Ամեն դեպքում կողմերը երբևէ չէին խոսում կառուցողական փոխգործակցության մասին, այդուամենայնիվ բանակցելու ցանկություն հայտնելով։ Փորձագիտական շրջանակը դեռ ամիսներ առաջ էր պնդում, այս երկխոսությունը Թել Ավիվի սրտով չէ, ու երկրի վարչապետը անելու է ամեն ինչ դրանք ձախողելու համար։ Այսպիսով Նեթանյահու-Թրամփ հեռախոսազանգից 2 օր անց իսրայելական ռազմուժը կրակի տակ է առնում Թեհրանը, չխնայելով նաև խաղաղ բնակչությանը։ Իհարկե բնակելի շենքեր էլ հարվածել են, նպատակ է եղել է միջուկային գիտնականներ, ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Աշխարհը արձագանքում է իրավիճակին։ Իսրայելի հովանավոր նահանգները բանակցային սեղանի վերադառնալու հույս է հայտնում, Ռուսաստանը դատապարտում։ Մտահոգ ենք մենք հարևան Թուրքիան ու Ադրբեջանը։ Իրանը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, արտակարգ նիստ խնդրել։ Ժամերի հարց է Մերձավոր Արևելքի ճակատագիրը, կպայթի հակամարտությունը, թե էլի դադար։ Փորձագետներն ասում են, նրանց հայկական շրջանակը զգուշացնում է, պետք է խիստ զգոն լինի նաև պաշտոնական Երևանը։ Նիկոլ Փաշինյանը Պրահայից Գլոբսեգ 2025 ֆորումի պանելային քննարկմանը արձագանքել է Իսրայելի Իրանում կատարված վերջին գործողություններին եւ դատապարտել։ Մեր մտահոգությունն ենք հայտնում եւ դատապարտում Իսրայելի վերջին գործողություններն ընդդեմ Իրանի։ Դա կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը։
Իսրայելը իրանական կոնֆլիկտի ֆոնին մեր երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Գրիգորյանն ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի օրակարգային առաջնահերթություններից է եւ իրենք աշխատում են այդ ուղղությամբ։ Մենք փորձում ենք այնպես անել գործընկերների հետ մեր աշխատանքներում, որ կայունություն առաջնահերթություն լինի եւ նաեւ աշխատում ենք խաղաղության օրակարգի առաջ մղման ուղղությամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւս դատապարտել է Իրանի վրա հարձակումը եւ կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Իրան-Իսրայել եռացող կոնֆլիկտի պատճառով Բաքվում վայրեջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ, Ադրբեջանում հարկադիր վայրեջք կատարած ինքնաթիռներում նաև հայեր կան։ Ռուսաստանի Դաշնության հայերի միությունը արդեն դիմել է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներին, խնդրելով հնարավոր ամեն բան անել ապահովելու հայերի անվտանգությունը։ Ավիացիայի փորձագետը հղում է կատարում միջազգային օրենքին ու հիշեցնում, ֆորս մաժորային իրավիճակներում ռեզերվային օդանավակայաններում որևէ երկրի քաղաքացու վտանգ չի սպառնում։ Միջազգային օրենքները ասում են, որ այդ մարդիկ գտնվում են այդ երկրի տարածքում եւ Ադրբեջանը կամ որևէ այլ պետություն որևէ ոտնձգություն անել այդ մարդկանց հանդեպ իրավունք չունի։ Բայց դուք գիտեք, որ պետությունները Ադրբեջանի, Բելարուսի նման պետությունները իրենք անօրեն են։ Եթե օրենքների սահմաններում մնա Ադրբեջանը, նրանք իրավունք չունեն հայերին մատով կպել։ Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ փակել են իրենց օդային տարածքները, ինչի հետևանքով բազմաթիվ չվերթներ չեղարկվել են, հետաձգվել, փոխել երթուղիները։ Արաբական Միացյալ Էմիրությունները չեղարկել կամ փոփոխել են մի շարք չվերթների երթուղիներ, այդ թվում դեպի Հայաստան։ Զվարթնոց միջազգային օդանավակայանից փոխանցում են մեր երկրից էլ չեղարկված կամ հետաձգված չվերթներ կան։ Երկու չվերթ Աբու Դաբիից, շարժայից մեկ չվերթ, մնացածը մեկական շարժայից, Դուբայից, Թեհրանից, Թել Ավիվից ժամանող չվերթերը բոլորը հետաձգվել են։ Ավելի ուշ տեղեկացրին նաև, որ Վիզեր ավիաընկերության Աբու Դաբի Երևան չվերթը ոչ թե չեղարկվել է, այլ փոխել է երթուղին շրջանցելով Իրանի ու հարևան երկրների օդային տարածքները։ Իսկ Քաղաքավիացիայի կոմիտեից էլ հայտնեցին, որ այս պահին անժամկետ չեղարկված են Երևանից դեպի Իրան, Իսրայել եւ Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթները։ Տեղեկություն ստացվեց նաև, որ այսօր Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանի մի քաղաքացի է վայրեջք կատարել։ Ազգային անվտանգության ծառայությունն էլ փորձում է պարզել մանրամասները։ Այդ մարդիկ գտնվում են հիմնականում Կատարի եւ ռուսական օտանավերն են Էմիրատներ գնացող երևի ինտեղ հայտնվել, բայց նույնիսկ այդ պարագայում Կատարի համար Զապասնոյ այգու Զապասնոյ ոնց այլ ռեզերվային օտանավականը իրենք ընդհանրապես ընտրում են Բաքվում, ունեն պայմանագիր։ Էմիրատական օտանավերը Հայաստանում են։ Հիմա եթե Հայաստանում հայտնվի ադրբեջանցի, հայերը ոչ մի բան չեն անելու եւ չպետք է անեն։ Մասնագետը նկատում է նախադեպը եղել է ժամանակին էլ Հայաստանում ադրբեջանական ուղևորներով օդանավ է վայրեջք կատարել եւ նրանց մեր երկրի տարածքում ոչինչ չի սպառնացել, բայց չի բացառում, որ Ադրբեջանը այդուհանդերձ ոտնձգություններ անի։ Հենց հիմիկվանից Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է արդեն դիմի եւ ԻԿԱՕ եւ ԻԱՍԱ եւ համաշխարհային քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն ԻԿԱՕ-ն տենց է էլի թարգմանվում International Civil Aviation Organization դա համաշխարհային կուսակցությունն է եւ Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալություն ինչպես նաեւ պետք է դիմի այդ երկրներին, որոնց օդանավերում գտնվում են այդ քաղաքացիները, որ նրանք այդ երկրները Ադրբեջանից պահանջեն այդ իրենց ուղևորներին հանկարծ չկպնեն։ Անկախ այն բանից, թե որքան կձգվի այս ֆորս մաժորային իրավիճակը, մարդկանց պետք է դուրս բերել օդանավից ու ապահովել նրանց անվտանգությունը, կամ էլ արագ կազմակերպել նրանց հետ վերադարձը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը այս պահին ըստ փորձագետի պետք է ամբողջ թափով աշխատի այդ ուղղությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը չէր կարող հարվածել Իրանին առանց Ամերիկայի թույլտվության։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում գործողության հետևանքների համար, հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին։ Արաղչին Ռաֆայել Գրոսին կոչ արել դատապարտել Իսրայելի ագրեսիան, այն անվանելով սիոնիստական ռեժիմի ագրեսիվ արարք։ Իրանը արձագանքել է Իսրայելի հարձակումին հայտարարելով, որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը եւ Թեհրանը այլևս սահմանափակումներ չունի հակահարվածի հարցում։ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ աստվածային հատուցումը կպատժի Իսրայելին։ Իրանն իր դիմումն է ներկայացրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարելու համար, նշելով, որ Իսրայելը հարձակվել է Իրանի միջուկային ու քաղաքացիական օբյեկտների վրա։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ Ֆրիդրիխ Մերցի հետ խոսել է Իրանի վրա Իսրայելի հարձակման մասին։ Ասել է Մերցը հայտարարության մեջ Իսրայելը ունի ինքնապաշտպանության իրավունք եւ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի, ասել է Գերմանիայի կանցլերը հայտարարության մեջ։ Մերցը կոչ է արել երկու կողմերին զերծ մնալ լարվածության սրացումից։ Ռաֆայել Գրոսին հայտնել է իր պատրաստակամությունը այցելել Իրան Նաթանզի միջուկային համալիրին Իսրայելի հարվածներից հետո ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով։ Նաթանզում ճառագայթում չկա, Ֆորդոն եւ Սպահանը չեն տուժել։ Գրոսին հայտնել է, որ Նաթանզում ճառագայթման բարձր մակարդակ չի արձանագրվել, իսկ Ֆորդոյի եւ Սպահանի միջուկային օբյեկտները չեն վնասվել։ Իրանին հասցված հարվածը Իսրայելի միակողմանի գործողություն է, շատ կարևոր է, որ դաշնակիցները, այդ թվում Ամերիկան, անհապաղ քայլեր ձեռնարկեն լարվածությունը թույլատնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Միջազգային արձագանքները կոշտ են Իսրայելին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմական սրացում եւ կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Իսրայելի հարվածներն անվանել է մտահոգիչ, ընդգծելով, որ սրացումը տարածաշրջանում ոչ մեկի համար օգտակար չէ եւ այժմ ժամանակն է վերադառնալ զսպվածության։ Ավստրալիայի արտաքին գործերի նախարարն էլ նշել է, որ Կանբերան մտահոգված է Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության սրացումով։ Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնը նախազգուշացրել է սխալի հաշվարկի վտանգի մասին կապված սրացող իրավիճակի հետ։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող դիվանագիտական ջանքերի պայմաններում ռազմական ուժի կիրառումը խորը ափսոսանք է առաջացնում։ Արաբական մի շարք երկրներ, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Օմանը դատապարտել են հարձակումը կոչ անելով զսպվածություն եւ նշելով, որ նման գործողությունները կարող են հանգեցնել ավելի լայն հակամարտության եւ խաթարել Ամերիկա-Իրան միջուկային բանակցությունները։ Մոսկվայի մարզի Կուրովսկոյի գյուղում հրդեհվել է մասնավոր տուն, հրդեհի հետևանքով զոհվել է 5 երեխա, 1 կին հոսպիտալացվել է տանը, ծխի ազդանշան չի եղել, ինչը խոչընդոտել է բնակիչների ժամանակին տարհանմանը։ Հրդեհը մարվել է 72 քառակուսի մետր տարածքում, ներգրավվել են ԱԻՆ-ի 16 աշխատակից եւ 4 տեխնիկա։ Վճարիր ու քիչ ծառայիր, այս ընդհանուր ձևակերպմամբ նախագիծը նորից քննարկումների առանցքում է այս անգամ ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում։ Պաշտպանության նախարարը վատառողջ չէ, չի ներկայացել նիստին, ինչպես նախապես ակնկալվում էր։ Փոխնախարարն է ներկայացնում պաշտպանական գլխավոր կառույցի դիրքորոշումը, ասում է՝ ստույգ թվեր հրապարակելուն դեմ է, նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն էլ վստահեցնում է, թվերը բաց աղբյուրից է վերցրել։ Նիկոլ Փաշինյանի հետ ձեր նախագիծը քննարկվել է եւ հավանության արժանացել է թե ոչ։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է կառավարության ղեկավարին երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո նախագիծ այն տարբերակով, որը արդեն հիմա կառավարության հետ համատեղ մենք համաձայնեցրել ենք, այդ տարբերակով դրել եմ շրջանառության մեջ։ Տեխնիկական խնդիրները մի կողմ, անարդարության զգացողությունը մյուսից աղքատ կամ հարուստ լինելու փաստը բարոյական լուրջ խնդիրներ կարող է առաջ բերել բանակում, նաև միջանձնային հարաբերություններում։ Օրինակ, ինչ պետք է անեն այն ընտանիքները, որտեղ 2 կամ ավել որդի է մեծանում։ Ընտանիքը մեկի համար մի կերպ գումար է հավաքելու եւ ընդամենը 1 ամսով ծառայության ուղարկի, մյուսի համար գումարը չբավականացնի, օրինակը նախագծին դեմ падգամավորներն են բերում, Հայկ Սարգսյանը հակադարձում է։ Մենք ունենք ազգային ժողովում падգամավորներ, ում զավակները այսօր դպրոցում սովորում են վերջին դասարանում եւ պետք է այս զորակոչին կամ ձմեռային զորակոչին զորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Ունենք падգամավորի զավակ, ով իրենց դասարանում միակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի տղան է, փաստացի դպրոցը ավարտելուց հետո միայն ինքն է զորակոչվելու ծառայության, մնացած իր դասընկերները չեն զորակոչվելու։ Սա անարդար է, թե անարդար չէ զորակոչվողի նկատմամբ։ Անարդարությունը վերացնում են, ոչ թե անարդարության արկայությունը օրինականացնում են։ Սահմանադրությունն է ոտնահարվում նախագծով, հերթական դիտարկումն է։ Սահմանադրությամբ է ամրագրված օրենքի առաջ հավասար են բոլորը։ Նախագիծը հերքում է այս կետը ու արտոնություններ է տալիս ելնելով սոցիալական կարգավիճակից։ Մարդու իրավունքների պաշտպանն էլ է բարձրաձայնել այս առանցքային հարցը։ Այն մարդիկ, ովքեր սոցիալական ավելի բարձր դիրք ունեն հասարակության մեջ, կարող են չգնալ բանակ կամ գնալ 1 ամսով, 4 ամսով ավելի ճշգրիտ կլինի նման ձևակերպումը, իսկ նրանք, ովքեր սոցիալական ավելի խոցելի խավին են պատկանում, նրանք պարզապես ստիպված են լինելու, այս դեպքում այդ բառը ճիշտ կլինի օգտագործել, գնալ բանակ։ Օրենքը չի սահմանում, որ նրանք, ովքեր ունեն շատ փող, նրանք կարող են օգտվել օրենքից։
Օրենքը սահմանում է, որ ովքեր վճարեն այս գումարը, կարող են ծառայել այսքան ժամկետով։ Այլ մոլորակից չենք, հասկանում ենք, որ բոլորը չեն կարողանալու օգտվել ծրագրից, միևնույնն է հակասահմանադրական է, Գրիգորյանն է ասում։ Նրա գործընկեր Տիգրան Աբրահամյանն էլ հարց է հնչեցնում, ինչ ռազմական գիտելիքներ է ձեռք բերելու զինվորը պայմանական 1 ամսով ծառայության մեկնելու դեպքում։ Արդյոք դուք համարում եք, որ 1 ամսվա ծառայած մարդը, որը նաև դուք ստեղ նախատեսել եք, որ հետագայում պայստազորում անդրկվելու, ստանալա մասնագիտական մեծ կարողություններ, ստանալա հնարավորություն պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում իր խնդիրը մարտական կատարելու զինված ուժերի կազմում եւ հետագայում էլ վարժական հավաքներում կամ հնարավոր Աստված չանի մարտական գործողություններում գնա եւ մարտական խնդիր կատարի, օրինակ ռազմաճակատի մի հատվածում։ Գլխավոր շտաբի նաև եզրակացությամբ հնարավոր է ստանալ եւ այդ դասընթացները կազմակերպել այնպես, որպեսզի դա տեղի ունենա 1 ամսյա ժամկետում։ Նշեմ, որ արդեն ունենք մոտ 30 քաղաքացի, ովքեր որ 27-ից 37 տարեկան հասակում ծառայել են 1 ամիս ժամկետով, նրանք ծառայությունը անցել են ուսումնական զորամասում եւ ոչ բոլորի հետ միասին, նրանք արագացված ընթացակարգով են անցել պարտադիր զինվորական ծառայությունը եւ այդ 1 ամիսը չեն Այդ 1 ամսի ընթացքում միայն չեն սովորել այն, ինչ սովորում են այլ զորամասերում, նրանք սովորել են զինված ուժերում ծառայելու կանոնները, զինատեսակներից ակտիվ օգտվելու եւ տիրապետելու հմտություններ եւ նաեւ զինվորական երթուղ տալով մտել են մեր ակտիվ ռեզերվի մեջ։ Նախագիծը ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում ստացավ բացասական եզրակացություն 5 կողմ 4 դեմ 1 ձեռնպահ ձայներով։ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են լուրը նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ մայրաքաղաքի մի բնակիչ համաձայնության գալով օտարերկրացու հետ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մարիխուանա եւ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ։ Ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին ժամը 20:20-ին մայրաքաղաքի Հովսեփեմինի փողոցում ձերբակալման պահին 51-ամյա տղամարդը նետել է մոտի պոլիէթիլենային փաթեթը։ Նա տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն։ Տղամարդը կալանավորվել է նախաքննությամբ, հանգամանքները պարզվում են։ Բեկ մաքսային բարեփոխումների շրջանակում հունիսի 1-ից արտահանման գործընթացը դարձել է շուրջօրյա, հնարավոր դարձնելով ապրանքների մաքսային ձևակերպումը ոչ միայն աշխատանքային ժամերին։ Բեկը հորդորում է տնտեսվարողներին արտահանման ձևակերպումները կատարել երկրի ներսում, սահմանային կետերում ծանրաբեռնվածությունից խուսափելու համար։ Մի քանի օր է ապարան խոշորացված համայնքի Շողակն բնակավայրում կասկածելի միջատներ են հայտնվելու պատուհաս դարձել գյուղացիների համար։ Բնակիչները դրանց ավելի շատ մորեխների են նմանեցնում։ 70 տարեկան մարդը ես առաջ անգամ եմ բան նկատում ստե մեր մոտ։ Կան եղել են այն փոքր տեսակից, ընտանք ավելի ահավոր էին, կզվեցին լոբի, կարտոշկա։ Բայց սրանք էլ են ահավոր, նա մեծ մեծ է սրանք, շատ մեծ են, առաջի անգամ եմ ես։ Այդ մալինա, բան, վերևները արդեն սկսել են բրտել ուտել։ Բերքի 80%-ը միջատներն արդեն հասցրել են վնասել, գյուղացիներն ասում են, էկոնոմիկայի նախարարություն են դիմել, բայց ուշանում են, իսկ դրանց դեմ պայքարել է պետք։ Բայց սրա դեմը ոնց հնարավոր է առնել։ Էսա գնում է։ Շուտ եղերայքու կարելի է սրսկել թունավոր բաներով, որը թունակիմիկատներով էլ է հատում։ Քիմիկատ կարելի է օգտագործել, սրսկել։ Ոչնչացնում են ոչ միայն ծառերի բերքը, տերևները նաև, այլ նաև ցանկատարածությունները։ Ու հիմա սրա դեմը պետք է շատ արագ թե կառավարությունը, թե Արագածոտնի մարզպետարանը, թե ապարան խոշորացված համայնքի ղեկավարի գլխավորությամբ հատուկ թունակիմիկատներով դեմն առնեն։ Նույն պատկերն է նաև մարզի մյուս գյուղերում Եղի Պատրուշում ու Արայիում։ Բնակիչների խոսքով միջատներն օրերի ընթացքում մեծ վնաս են հասցրել, շտապ միջոցառումներ են անհրաժեշտ բերքը փրկելու համար։ Այնա, բիտոնի վրա են ելնում։ Ու մենակ կանաչ խոտի վրա չէ։ Վարդաշեն 8-րդ փողոցում տևական ժամանակ է հակասանիտարական վիճակ է։ Վարդաշենի ուսումնարանի հանրակացարանային հատվածից կեղտաջրերը չեն դադարում, ողողել են ամբողջ տարածքը։ Ուզում ենք առանց չենք կարում են տուն ալացում սաղրոտը։
Գնդակը խաղում եք ընկնում մեջը։ Քաղաքացիներին նաև անտանելի հոտն է զայրացնում, անցուդարձ անել չեն կարողանում։ Տարբերակ չունենալով ամեն օր այդ օդն են շնչում։ Հա, ահա որ է ժողովուրդ չէ։ Սենց գնում է միջև ուր։ Քաղաքային իշխանությանն են դիմել նաև Վերլա ջուրընկերությանը։ Ասում են մեկը մյուսի վրա են գցում հարցի լուծումը։ Էդի հարցի լուծում չի։ Ահա որ այս հոտը խեղդում է։ Վարդաշենցիները պահանջում են օր առաջ լուծել խնդիրը համաճարակից խուսափելու համար։ Հունիսի 13-ին 30-ամյա Գագիկը Ford Fusion-ով Երևան երաշխ ճանապարհին վրայերթի է ենթարկել 40-ամյա Մարգարիտին։ Վարորդը փախուստի չի դիմել, վրայերթի ենթարկվածն էլ տեղում մահացել է։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Վարորդը եղել է սթափ։ Դեպքի վայրը ժամանել նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։ Հունիսի 13-ին Սևանի վարչական տարածքում գործող գազալցակայանում մեքենան լիցքավորելիս պայթել է։ Միցուբիշին վերածվել է ջարդոնի, տուժածներ չկան։ Ժամանել են փրկարարության Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Հիշեցնենք, որ մոտ 1 ամիս առաջ այդ գազալցակայանում դարձյալ պայթյուններ տեղի ունեցել։ Մեքենաներ էին վնասվել։ Իդեպ նշված գազալցակայանում այս տարվա ապրիլի 29-ին, եթե չեմ սխալվում, ապրիլի 29-ին նույնպես պայթուններ տեղի ունեցել, բալոններ պայթել, այդ ժամանակ էլ բարեբախտաբար տուժածներ չկային, սակայն մի քանի ավտոմեքենաներ, որոնք կայանված էին եղել գազալցակայանի տարածքում, վնասվել էր նաև արևային այն կայանները, արևային մարտոցներ։ Հունիսի 12-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին բախվել են 19-ամյա Մայիսի Մերսեդեսն ու 26-ամյա Միսակի Իսուզու բեռնատարը։ Վերջինը կողաշրջվել է հայտնվել երթևեկելի գոտում, իսկ Մերսեդեսը բախվել է երկաթե պատնեշին։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Վարորդները եղել են սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Շամշյան Քոմը բացառիկ տեսանյութ է ներկայացրել Ափնա գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարից։ Բախվել էին բեռնատար Վոլվոն ու Օփելը, վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Եվ հունիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմենիա բժշկական կենտրոնում։ 5-րդ հարկի վիրաբուժական բաժանմունքի պատուհանից 68-ամյա Գևորգը իրեն նետել է։ Ժամանել են ոստիկանները, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետը Սամվել Խմելյանը, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը։